Պարոն Խաչատյան եւ փաստորեն Նիկոլ Փաշինյանը այս իր տևական գրառումներից հետո վեհափառի եւ նրա ինչպես ինքն է ապնդում այդ կուսակցության խախտման թեմայով այսօր արդեն արձանագրում է որ գրեց արձագանք չեղավ այսօր արդեն գրեց որ փաստորեն վեհափառը պնդեց որ զավակ ունի խախտել է կուսակրոնության ուխտը եւ պետք է ազատի վեհարանը վեհափառը նման բան պնդը Նիկոլ Փաշինյանն այսօր այդպիսի պնդում արեց վեհապառից արձագանք չկա իր գրառումների եզրափակիչ Այսքան վեհափառը պետք է Նիկոլ Փաշինյանի ամեն ինչին հերքի կամ աստղի ես չեմ հարցրել պարոն Խաչատյան հարցս Նիկոլ Փաշինյանը այսօր արդեն եզրահանգեց որ վեհափառը խախտել է կուսակրոնության ուխտը զավակ ունի ես Նիկոլ Փաշինյանն եմ ցիտում եւ պետք է ազատի վեհարանը եւ դիմում է քրիստոնեական առաքելական եկեղեցու հետևորդներին եւ այլն ասում է որ այս հարցով փաստորեն բոլորը պետք է շահագրգիռ լինեն եւ նպաստեն այդ process-ին որ կաթողիկոսը հեռանա ես ուզում եմ ձեր գնահատականը նախ ի վերջո ինչ հարց է լուծում հիմա Նիկոլ Փաշինյանը եւ ինչ է կարծում ինչ կանի հիմա արդեն պնդում է որ զավակ ունի դուք օրինակ հնարավոր համարում եք որ չգիտեմ ակցիաների կոչանի կամ ինչ մեխանիզմների եւ մեթոդների կդիմի արդեն վեհապառին վեհարանից դուրս անելու Ես բոլոր որևէ ստորություն չեմ բացառում հիշեցնեմ որ դեռ 18 թվականին նոր Հայաստան նոր հայրապետ շարժումը փորձարը ներխուժել վեհարան, վեհապառի մեքենայի շարասյուններ փորձել կանգնացնել։ Այս իշխանությունները անցյալ տարի արդեն իշխանությունները ուղղակիորեն փորձեցին արգելել վեհապառի մուտքը Սարդարապատի ու Շահամալիր, այնպես որ որևէ ստորություն չեն բացառում։ Մյուսը խորքային է, ինչի հանկարծ Նիկոլ Փաշինյանը որոշեց ամսի 30-ին թե 31-ին մայիսի հարցակում սանձազերծել Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, որովհետև Առաքելական Սուրբ եկեղեցին Շվեյցարիայի բողոքական եկեղեցու հետ համատեղ խորհրդաժողով էր կազմակերպել, որտեղ արծարծվել էր արցախցիների վերադարձ իրավունքի հարցը եւ Արցախում հայկական, քրիստոնեական, մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման հարցերը Իսկ դրանից ավելի շուտ հունվարի 7-ին Ալիևը ասել էր կամ Հայաստանի իշխանությունները հայկական ֆաշիզմի դեմ պետք է պայքարեն, հայկական ռևանշիզմի դեմ կամ ես Հայաստանի դեմ կպայքարեմ։ Հասկանալի է, իսկ ինչ լուծում եք առաջարկում, որովհետև մենք միշտ խոսում ենք թե ինչից սկսվեց, բայց չենք Նիկոլ Փաշինյանին ուղարկել տուն ինչքան շուտ ենքան։ Պարոն Խաչատյան, այսինքն դուք կարծում եք, որ կարող է ակցիաներ եւ միտինգներ կազմակերպել։ Չեմ բացառում։ Խուլիգանական ակցիաներ չեմ բացառում։